Ես երկրորդ մասնագիտությամբ խոհարար եմ ու թթխմորով աշխատելը իմ ամենասիրելի բաժինն է, որովհետև ինքը անտեսանելի ինչ-որ բան է, բայց իր հետ սխալ վարվելով կամ ճիշտ վարվելով, կամ լավագույն արդյունք եք ստանում, կամ ոչ մի բան չեք ստանում, հավերն է ստանում, իրանց բաժինը։ Ինչ է թթխմորը։ Գիտեք, անտեսանելի միկրոօրգանիզմների աշխատանքն է, որոնք համապատասխան միջավայրում սկսում են բազմանալ։ Երբ որ բազմանում են, ածխաթթու գազ են արտադրում, այդ ածխաթթու գազը փուչիկների տեսքով խմորը բարձրացնում է։ Ու եթե այդ ամբողջ միջավայրը ճիշտ է ապահովում, դու ցենց փմփուխ հովիվի ասած, փմփուխ խմոր ես ստանում։ Ես մանկությունս տատիկիս, պապիկիս հետ եմ անցկացրել գյուղում։ Այնտեղ մենք ավանդույթ ունենք լավաշ թխելու։ Ես այդ երջանկությունը վայելել եմ։ Երբ որ իմ տատիկը մի պուճուրիկ բանը ապակե տարայի մեջ թթխմոր ուներ սառնարանում պահած, նախորյակին լավաշ թխելու, նախորյակին այդ թթխմորը հանում էր, դնում էր տնային պայմաններում, ինքը տաքանում էր, մեկ է տեսնում էինք ամբողջ այդ տարան լցրեց։ Հետո լուսադեմին ինքը խաշ էին ասում, ջրիկ ապառա էր սարքում, այդ թթխմորը ավելի էր շատացնում։ Ու լուսադեմ արդեն 4-ին, 5-ին, պապի հետ վեր էին կենում, ջրերը տաքացնում էին, ես էլ պուճուր երեխա էի ու անմաշ չէի մնում, արտանում էի, իջնում էի մեր այդ հացի սենյակը ու սկսում էինք հունցել։ Գիտեք, մի այսքան թթխմորը պարկով ալյուր էր թթվեցնում։ Գնդում էինք, թողնում էինք, հասունանում էր, ուռում էր ու տատիկս անմահական լավաշ էր թխում դրանով։ Ու գիտեք, սովորություն կար, ով որ հասունացած թթխմոր ուներ, կիսվում էր հարևանի հետ։ Ասում էր, իմ թթխմորը լավ չի հասունացել, կլինի քո թթխմորից տաս, որ լավաշ թխեմ։ Գիտեք, այնքան հետաքրքիր էր, ու այս վերջերս այդ երևույթը հաստատ ոնց որ հոգևոր կողմից բացարեց, ու մի քանի տեսակի թթխմորների մասին կխոսենք ու կքննարկենք ու կհասկանանք որն է լավը, որը ոչ։ Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսում էր ու երկար տարիներ իրանք արդեն սովորել էին եգիպտական հացին։ Երբ որ եկավ Եգիպտոսից դուրս գալու ժամանակը, Աստված մի հատ հետաքրքիր բան արեց զատիկին պատրաստվելու զուգահեռ, սենց ասեմ։ Ելիս 12-րդ գլուխ 15 խոսքն եմ կարդում։ 7 օր բաղարջ հարց կերեք, հենց առաջին օրը ձեր տնից դուրս գցեք թթխմորը, որովհետև առաջին օրվանից մինչև 7-րդ օրը թթխմորով հաց ուտող անձը կմեռցվի Իսրայելից։ Ու 19-20 խոսքերը ասում է 7 օր ձեր տներում թթխմոր պետք է չգտնվի, որովհետև թթխմոր հաց ուտող անձը օտարական լինի, թե տեղացի պիտի վերածվի Իսրայելի ժողովրդի միջից։ Ինչն է այդ եգիպտական թթխմորի խորհուրդը։ Եթե ոչ, այն ինչ որ թթվում է աշխարհը։ Գիտեք, Աստված ասում է, ես քեզ հատուկ տեղ եմ տանում։ Արի դու աշխարհով մի թթվի, մի վերցրու այն ինչ կա աշխարհից։
Ինչ ա ուզում աշխարհը։ Էդի մի վերցրու քո մեջ։ Հերու պահյասումը չգտնվի։ Աշխարհով թթված ոչ մի բան չունենաս քո մեջ։ Հաց չուտես։ Որովհետև երկնքի քաղաքացիությունը եւ այս աշխարհի քաղաքացիությունը անհամատեղելի են իրար հետ։ Ամեն։ Ու Աստված գուշացնում ասում է՝ մի արա։ Ու շատ ժամանակ, երբ որ մենք փրկվում ենք, գիտեք, ջանքա պետք մեզ է թթխմորից հեռու պահելու համար։ Որովհետև սատանան հենց այնպես մեզ ազատ չի թողնելու։ Նկատած կլինեք, չէ, ինչքան մարդիկ են գալիս եկեղեցի կամ ինչ-որ հանդիպում ենք, խոսում ենք Տիրոջ խոսքից, ապաշխարում են, թվում է ուրախությամբ ընդունում են Հիսուսին Տեր ու Փրկիչ, ասում եմ մի կարճ ժամանակ սկսում է խուսափել քեզանից, զանգվես չի պատասխանում, սկսում է քիչ հաճախել եկեղեցի ու մի որոշ ժամանակ հետո կորում է։ Ու ինչ է կատարվում այդ մարդու մեջ։ Գիտեք, շատ քիչ է, երբ որ դու եկեղեցում ես, Տիրոջ ժողովրդի մեջ ես, դու նաև պիտի զանազանես, թե ինչ խմոր է գալի քո մեջ։ Որովհետև այսպես թե այնպես, եկեք անկեղծ լինենք, էլի, ցանկացած շփում էդի թթխմորի փոխանակում է։ Եղել է, չէ, դու լավ տրամադրությամբ արթնացել ես ընտանիքից մեկի տրամադրությունը վատ է եղել։ Ու ինքը թթխմորը հերթով դրել է ամբողջ անդամների մեջ, վեճասարքել, տրամադրությունն ընկել է, բայց ինչի, ասենք ես առավոտյան լավ, ուրախ, զվարթ արթնացել էի, ինչի իր այդ մաղձը դրեց իմ մեջ, ես եմ աղձոտվեցի, կամ իր բարկությունը, կամ մի ուրիշ բան։ Դեք իրականում ենք այդ փոխանակություն ենք անում։ Ցանկացած շփում էդի փոխանակությունն է, քո մեջի պարունակությանը։ Իսկ ի՞նչն է դառնացնում մեզ։ Ի՞նչն է այդ թթխմորի որակը փոխում։ Այնքան հետաքրքիր է, որ Ծննդոց 3-րդ գլուխ առաջի խոսքից կարդամ։ Ասում է, օծն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օծն ասեց կնոջը, իսկապես Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք։ Կինն ասաց օծին, պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք, բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի միջումն է, Աստված ասեց մի կերեք դրանից և դրան մի դիպչեք, որ չմեռնեք։ Օծը կնոջն ասաց, բնավ չեք մեռնի, այլ Աստված գիտի այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն և աստվածների նման կլինեք, բարին ու չարը իմացող։ Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավն է ուտելու համար և հաճելի աչքին, որ ծառը ցանկալի է նայելու համար, առավ նրա պտղից ու կերավ և տվեց նաև իր ամուսուն և նա կերավ։ Եվ նրանց աչքերը բացվեցին և իմացան, որ մերկ են, ու այդպես գիտենք պատմությունը։ Ինչ եղավ։ Սատանան եկավ ու սկսեց խմորում կնոջ մեջ։ Զգում եք, այն խմորը դրեց, ինչ որ իրա մեջ էր։ Ինչ էր ուզում ինքը։ Պատիվ ունենար, Աստծու պես լիներ։ Ուրիշ թթխմոր չդրեց։ Նույնը ինչ որ իրա մեջ եռում էր, բլբլթում էր։ Չասես հավիտյան
կենթանի կլնեք, Եվա ջան չես ծերանա, կնճիրներ չեն առաջանա, մազերը չեն սպիտակի, դեք ոչ մի բան տենց բան չասեց։ Իրա ներսի այդ ասուն նմանվելու, ասու պես լինելու այդ փափագը դրեց Եվայի մեջ։ Ու Եվան փոխանակ հասկանալու, որ Աստված ասել է, ինքը ով է, որ եկել է Աստծո ասածին հակառակ է խոսում, ինչ արեց, սկսեց կերակրել այդ թխմորը։ Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավն է ուտելու համար, հաճելի էր աչքի եւ ծառը ցանկալի էր նայելու համար, առավ ու կերավ։ Ինչքան շատ ենք մենք առնում ու ուտում ենք թխմորը, որը մեր համար պատրաստած չէր։ Հետո անցնում է ժամանակ, հասկանում ենք մենք ամբողջությամբ եռում ենք այդ բարկությունով, այդ հիասթափությունով, այս մարդու նկատմամբ, այն մարդու նկատմամբ, այն մարդու նկատմամբ։ Հետո ասեմ, բայց ինչի, ես ոնց որ լավ էի այդ մարդու նկատմամբ, ինչ եղավ։ Իմը ասում աշխարհն ասում է սև կատու անցավ, ոչ մի բան այդ մարդը չէր արել։ Անցնում, հետո հասկանում ես, ինչ որ մեկը թխմոր է դրան մեջ։ Ինչ որ մեկը թխմոր է դրան մեջ։ Գիտեք, այդ աշխարհի դեմքն է, այդ աշխարհի խորհուրդն է։ Ոչ թե ապրեսնել, ոչ թե կենթանացնել, այլ սպանել։ Այդ դառը թխմորը դնել, որ քո ներսը ամբողջը խմորվի ու խմորված թխմորը մի օր էլ հելնում է ու քո տարայից թափում է։ Ու դու սկսում ես ուրիշներին տալ այդ նույն թխմորից։ Մի ժամանակ ինչ որ հիմար կախարդության նման բան էր տարածված։ Մի 2-3 տարի առաջ էր։ Թխմոր էին բաժանում իրար։ Սուրբ թխմորա, ինչա, մեկը զանգելիս ու դու խորար ես, թխմոր կուզես, թթվացնում ես, մի բաժինը պահում ես քեզ, 9 բաժինը տալիս ես ուրիշին, ասի լավ է, շնորհակալ եմ, չեմ ուզում։ Իրական, երբ որ թափում է այդ քո մաղձոտ, այդ բանը, եռալը թափում է, գիտես, դու սկսում ես ուրիշներին դրանով խմորել։ Աստված ասեց աշխարհից թխմոր չունենաք ձեր մեջ։ Բաղարջ կերեք։ Դրա համար է, երբ որ մենք հաղորդություն ենք ընդունում, մենք խմորյալ հացով չենք ընդունում։ Մենք այդ թխմոր չունեցող այդ բաղարջով ենք ընդունում։ Նաև խորհուրդն է, որ աշխարհից ոչ մի բան չկա այդ թխմորի մեջ։ Այո, ալյուր, ջուր եւ էլի ինչ որ բաներ, որի մասին կխոսենք։ Գիտեք, երբ որ դուրս էին գալիս Եգիպտոսից, մարդիկ թխմորը թաքցրեցին խմորի մեջ ու իրանց շալակները վերցրեցին ու իրանց հետ տարան ավետյաց երկիր։ Շատ ժամանակ, երբ որ մենք ապաշխարում ենք, մենք այդ բնավորությունները, որ ունենք աշխարհից վերցրած, մենք փորձում ենք տեղափոխել եկեղեցի։ Եթե աշխարհում բամբասող ենք, գալիս ենք, շարունակում ենք, փորձում ենք շարունակել այն ինչ որ անում ենք աշխարհում։ Ու երբ որ հանդիպում ես հակառակության, երբ որ հանդիպում ես
Ասես գիտես ինչ կա, ինքը իմ քուրն է, ես չեմ ուզում լսեմ ոչ մի բան։ Խնդիր ունես իր հետ գնա խոսի, հարցերը լուծի, վերջացրեք, ես չեմ ուզում լսեմ։ Գիտեք ինչ անում։ Այդ խմորումը կանգնում է։ Ու շատ ժամանակ Աստված գիտեք Աստված նայում է, թե դու ոնց կվարվես դրա հետ։ Որտեւ դա հենց աշխարհի թխմորն է։ Երբ որ դու փորձում ես բերես, մտցնես եկեղեցի։ Երկրորդ տեսակի թխմորը որ կա, Հիսուսը շատ է խոսում դրա մասին։ Մատթեոս 13 կներեք Տասնվեց Մատթեոս Աշակերտների հետ ինքը շրջում էր, շատ հրաշքներ նշաններ էին լինում, հացը բազմացնում էր, կերակրում էր, ու հետո անցնում էին նավով մյուս կողմը ու Հիսուսը մի բան ասում հետաքրքիր աշակերտներին։ Ասում է 6-րդ խոսքը 16-ի Հիսուսը նրանց ասեց. տեսեք, զգուշացեք փարիսեցիների ու սադուկեցիների խմորից։ Քանի որ աշակերտները այն ժամանակ մարդկայնորեն էին մտածում են, վայ, հաց չվերցրին դրա համար, ասում, լսեք, խնդիր է իմ համար հացը բազմացնել, ասում, ես վարդապետությունից եմ խոսում։ Սադուկեցիները, քահանայություններ, փարիսեցիները, ուսմունք սովորացնողները։ Աստված ասում է, հեռու մնացեք կրոնականությունից եւ սխալ ուսմունքներից։ Ինչ է կրոնականությունը։ Որ եկեղեցում ձեռներդ բարձրացնում ես, լացում ես, ալելույա Տեր ջան, երգում ես ինչքան ձեն ունես, ծափես տալի թռվռում ես, դուրս ես գալի աշխարհ, դառնում ես ամենավերջի աշխարհ։ Դա կրոնականությունն է։ Ասում է հեռու մնացեք։ Որտեղ փարիսեցիներն էին տենց անում։ Ընկած հետևից, այս օրենքը չպահեցիք, ձեռներդ չլվացիք, շաբաթ օրը բժշկեցիք, կիրակի օրը էս արեցիք։ Նայեք ամբողջ փարիսեցիների կռիվը Հիսուսի ու աշակերտների հետ, օրենքի հետ էր կապված։ Օրենքը չեք պահում, օրենքը չեք պահում, օրենքը չեք պահում, օրենքը չեք։ Հիսուսն ասում է, լսեք, Աստծո արքայությունը փնտրեք։ Ինչ եք ընկե աման լվալ, անկողին լվալ, ձեռ լվալու հետևից։ Գիտեք, էդ էլ է թխմոր։ Կերպարի մեջ մտնել քրիստոնյայի, սենց բանը բարի քրիստոնյա ալնել, մի քարոզիչ կար Միջին Ասիայից ինքն էր լավ ներկայացնում։ Ասում է հերթի մեջ էինք, մի տատիկ ինձանից մի քանի շարք առաջ, մի տատիկի ավետարան էր քարոզում։ Հիսուսը բարի է, Հիսուսը սիրում է, վայ քուրիկ ջան, ասում է ես էլ արդեն նայասի, քուրիկա մոտենամ խոսենք, ասում է մեկը եկավ, իրանից առաջ կանգնեց, ասում է քուրի հրեշտակի թևերը մտան, սատանայի կոդոշները հելան,
ասում է ունենց բմբլեց այդ բանը մարդուն ասում է չեք տենում մենք երթի մեջ ենք դա ասում է ասեցի ոյ Տեր ջանի շնորհակալություն որ պահեցի ինձ մի քանի րոպե թե չէ ես էլ էի խայտարակ ելնելու ասում այդ մարդուն շպրտեց հետև իր հերթից ասում եք է նորից ասում գոտոշները բաները հրեշտակի թևերելով ու նորից ասում ելով կնայի այդ մարդուն ելով կլսի այդ մարդու խոսքերը որովհետև մարդիկ տեսնում են ինչով ես դու խմորված չես կարա թաքցնես մեկին խաբեցիր երկուսին խաբեցիր երեքին խաբեցիր չես կարա թաքցնես շատ ժամանակ ինչի է դժվար լինում քրիստոնյաների համար երբ որ իր ընտանիքի անդամները իր հետ են որովհետև իր ընտանիքի անդամները գիտեն դու ով ես տանը հրեշտակի թևերը դզ մյուս թևերը դուրս եկացած հասկանում եք էդի փարիսեցությունն է երբ որ դու երկակի խաղ ես խաղում օ քուրիկ օ օրենքը մեր բարեկամներից մեկը ապաշխարել էր մեզ չի կարելի ավետարան էր քարոզում Մենք Հիսուս չենք լսել, մենք փրկություն դժոխք դրում, մենք չենք լսել այդպես բան։ Չի կարելի, խմել չի կարելի, ծխել չի կարելի։ Ոյ, շալվար ես հագնում, չի կարելի, չգիտեմ ինչ է սա, կարմիրա չի կարելի։ Մեկը ասում է չի կարելի, չգիտեմ, սենց լուրջ եմ ասում, սենց նայում եմ, ասում եմ, ինչպես չի ձեր Քրիստոսը ձեզ ելնի։ Քրիստոսը չէր է խոսում։ Հովիվս ասեց, Քրիստոս չէ, հովիվը։ Հովիվն ասեց, չի կարելի։ Ինչ հարմար էր իրանց, այդ օրը հովիվը ասել է իրանց, որ էդի կարելի է, ու իրանք անում էին։ Հետո փառք Աստծո, ես հանդիպեցի տիրոջը։ Ու ես լսեցի սիրո ավետարանը։ Ու ուրիշները, երբ որ սիրո թթխմոր ունեին իրանց մեջ, այդ թթխմորը դրեցին իմ մեջ։ Ու գիտեք ինքը ոչ մի պտուղ չունեցավ մեր տանը։ Որտև ինքը այդ փարիսեցիության բաններ, ավետարաններ քարոզում։ Ու եւս մի շատ վտանգավոր թթխմոր կա, դա սադուկեցությունն է, որը սխալ ուսմունքներն են։ Պահի տակ նենց բաներ ես լսում, որ մազերդ պիսպիս է կանգնում։ Հեթանոսությունը, չգիտեմ, ակուլտիզմի, սատանիզմի հետ խառնված, ինչ-որ սենց ինչ-որ մի բան են բերում ներկայացնում Աստծո անվան տակ։ Ես իմ ջուր լցրու, այս արա, այն արա, բայց նայում ես առաջի հայացքից ոնց որ խաչ կա, ավետարան կա, այս կա, այն կա, բայց իրականում Քրիստոս չկա։ Ոչ էլ իր խոսքը։ Ու Հիսուսն ասեց զգուշ եղեք։ Զգուշ եղեք։ Մարդիկ կան գալիս են Տիրոջ ավետարանը լսում են, գալիս են Տիրոջ տուն, մեկը գնում են այդ դիտարանի վկաների մոտ։ Ուսես հասկանաս, մինչև հիմա դու ինչ ես լսել։ Լավ, դու ինչ ես լսել։ Դու ոնց ես խաչը ցիցով փոխում։ Սուրբ հոգին ոգու հետ փոխում, իրանք ոգի են ասում, ես ապշել էի պարզապես։ Հասկանում եք, սենց նայում ես, ասում ես, ոնց էլի։ Միթե Տիրոջ արքայության թթխմոր չկար քո մեջ։ Միթե Աստծո արքայությունը չէր
որ ասում խմորե քեզ։ Բարձնա որ չէ։ Ով ինչ ասի, կասի հա, սարեցինք։ Որ ասում ես հերձվածություն են խոսում, վայ ասում են, մեր հավատն ենք էլի։ Ու շատ արագ ձևով դեք իրանք կորում են։ Որտև Հիսուսն ասում է, չէ, լույսը խավարի հետ ոչինչ չունի անելու։ Գիտեք, սատանան շատ հետաքրքիր ձևով կարողանում է նույնիսկ այն մարդկանց մեջ, որ քիչ թե շատ հաստատված են, իրանց թթխմորը տնի։ Ու եթե մենք զգայուն չլնենք, որ այն ինչ որ եռում է մեր մեջ Աստծուց չի, շատ արագ կարանք տրվենք դրան։ 2009 թվին է Աստված խոսել իմ հետ, թե ինչ է տեսնում ինձ, ուր է տեսնում ինձ, որտեղ է տեսնում ինձ։ Ու 19 թվին ես իրականում ռեալ կոչ զգացի, որ պիտի գամ միսիոներական դասերի վերջին օրը մեր միսիայի պատասխանատուն մոտեցավ ինձ, թե ես հովին ժամանակ այստեղ ընդամենը պատասխանատու էր, հովիվ չէր, որտեղ եկեղեցի չկար, ասեց Ռուզաննա ջան, հովիկն է, վաղ գնում եք Արագածավան։ Ասում ուր, Արագածավան, ասում է դուր ինձ թվում էր, հեսա աշխարհը կվերջանա, մենք չենք ասել էլ Արագածավան։ Երևի ես եզակի մարդկանցից էի, որ դասի վերջին օրը արդեն դրվեցի ծառայության։ Եզակի մարդկանցից էի, իրականում տենց էր։ Ու գիտեք, ես ուշադիր չեղա իմ ներսին։ Ու սատանան կասկածներ բերեց իմ մեջ։ Անցան մի քանի ամիսներ, ու ավելի լուրջ, ավելի հասուն, ավելի կայացած ծառայողներ հլա ծառայություն չունեին։ Մենակ գնում էինք Երևան աղոթքի, գալիս էինք տներով։ Իսկ մենք պլյուս արդեն գալիս էինք Արագածավան արդեն ամիսներով։ Մեկ է սատանան սենց միտք է բերում, կարծում ես դու լավն ես դրա համար, էի քեզ ծառայության դրե։ Եղբորդ խաթր են քեզ ծառայություն դրե։ Դու ոչ մի բան չարժես, դու Աստծո հաճությունից ընկել ես, պարզապես եղբորդ անվան համար, եղբորդ հաճեցնելու համար քեզ ծառայություն են տվել։ Ու ես հիմարի պես սկսեցի կերակրել այդ թխմորին։ Ու գիտեք ինչ արեց, բերեց բավականին հարգված մարդ իմ կողմից, մոտեցավ ինձ, ինչ որտեղ էինք, քաղաքից դուրս, Ռուզան ջան ասեց, քեզ հատուկ պիտի նայենք, ասեմ ինչի, ու եղբորս անունն է տալի, ասում է, որովհետև դու իրա քուրն ես։ Հասկանում եք, էլ ինչ է պետք ապացուցելու։ Ու արդեն 20 թիվներ, արդեն քովիդներ, գիտեք սատանան բերեց ինձ հասցրեց նրան, որ ես կանգնած էի չապրելու փափագին, հասել էի դրան։ Ես հասկանում էի, որ ինքս իմ վրա ձեռք չեմ կարող բարձրացնեմ, գնացել էի մեր համառանոցը,
ամեն օր քնելուց լացում ասում էի եթե քո հաճությունը չունեմ ինչի՞ս է պետք է ապրեմ խնդրում եմ գիշերը վերցրու ինձ հովիվներ զանգում չէի պատասխանում ինչ խոսամ եթե Աստծո հաճությունը կորցրել եմ բայց չգիտեմ ինչի եմ կորցրել այդ ժամանակ չէի հասկանում ինչի Բայց գիտեք, երբ որ եռում է, շատ ժամանակ դու չես զգում, թե ոնց է այդ շրջապտույտը քեզ տանում։ Հասկանում եք։ Հովիվներ զանգում չէի պատասխանում, հետո նորից էր զանգում մի քանի անգամ վերցնում եմ, ասում եմ, ինչ եք ուզում ինձնից։ Գիտեք, մի օր Տիրոջ խոսքն եկավ։ Տիրոջ մի խոսք, մի բառ։ Ու ես վերապրեցի ազատագրման զորությունը իմ կյանքում։ Ու ինչ էր ինձ ասում, դու պետք չես արագածում, դու ինչ պետք է անես արագածում, պատկերացնում եք, ես որ 7 օր եմ ստեղ մնամ, էլի քիչ անելու են ամենին անելու համար, որ կա այստեղ անելու։ Երևի թե ինքը արդեն զգացել էր, որ արագածում Աստված մեծ բան է սկսելու։ Ու քիչ ուզում էր մաղեր ու նրանք, ովքեր իրականում չհասկացան, որ սատանան բան է դրել իրանց մեջ, թթվածրեցին ու կորան։ Թեք մի բառ եկավ իմ կյանք։ Ու այդ բառը, այդ խոսքը, մի խոսք կենթանացրեց ինձ։ Ամեն։ Ու սպանեց այն բոլոր մանրեները, որի մեջ սատանան դրել, խմորել էր ու բերել էր անդունդի ծերին, որովհետև սատանայի ուզածը դա է։ Իր Տիրոջ որդիներին առանձնացնի, գողանա ու վերացնի։ Որ խնդրեմ կգաք նվագեք։ Միթե խմոր կա։ Ամենացանկալին, ամենաքաղցրը, ամենաթանկը։ Մատթեոս 13:33 Հիսուսը մեկ այլ առակ էլ ասեց նրանց. Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին վերցրեց և 3 չափ ալյուրի մեջ դրեց, մինչև որ ամբողջը խմորվեց։ Մենք խոսեցինք աշխարհի թթխմորից։ Մենք խոսեցինք այդ ձևական թթխմորներից։ Բայց Հիսուսը մի հատ թթխմորի մասին ասում է, երկնքի արքայությունը նման է թթխմորի։ Ամեն մեկս մի օր լսել ենք մի բառ։ Հիսուսը քեզ սիրում է։ Հիսուսը քո համար խաչվել է։ Աշխարհը թողել է, Հիսուսը քեզ չի թողնի։ Գիտեք, ու այդ մի բառը, սենց այդ մի փոքր թթխմորն էր, որ ընկավ սրտիդ մեջ։ Ոնց։ Ես աթեիստ եմ եղել։ Ես կյանքում չեմ հավատացել, որ կա Աստված։ Ես ծաղրել եմ բոլոր նրանց, ովքեր ոչ նյութական, այս աշխարհից դուրս ինչ որ բանի վրա են հույս դրել, հավատացել, կապ չունի դա ինչ է։ Բացարձակ աստղա արևա,
չգիտեմ, Հիսուսա, ով ուզում է ալի, ես չեմ հավատացել, ես աթեիստ եմ եղել, ես սովետական կարգերում ծնված մեծացած, կերակրված, այսպես ասած, ու երբ որ ես լսեցի Հիսուսի մասին, ես ասեցի, ցույց տուր, որ դու իրական ես, ես փաստերով եմ առաջնորդվում, ես չեմ կարա օդի մեջ ոչ մեկ իմ համար այդքան հեղինակություն չի, որ անխոս, մանավանդ, որ իմ առաջին մասնագիտությանը սովորել էին, որ ամեն ասածին մի հավատացեք, ապացույցների վրա հիմնվեք։ Ու գիտեք, ես ասեցի, դու ապացուցի, որ դու իրական ես, ես իմ կյանքը քեզ կտամ։ Ու մի օր մի տեղ էինք, քուրիկ կար, սենց են, որ հոգու մեջ շաղախված քուրիկներ կան, որ անցնելուց սենց ձեռդ բռնում են, նայում են աչքի այդ մեջ, խոսք են ասում ու գնում են։ Այդից քուրիկ ունեինք, ու այդ ինչ որ ես ասել էի, իմ անկողնում լացելով էի ասել։ Շատ դժվար էր, ոնց որ արդեն կռիվ էր գնում, մեկ է սենց արեց, Աստված ասում է, այն որ անկողնու մեջ լացում էր, գիտեր չեմ տեսել, Աստված ասում է դու չես ինձ ընտրել, ես եմ քեզ ընտրել։ Գիտեք, դա ոնց որ ինչ ասեմ, խմորեց ինձ ամբողջությամբ։ Արքայությունը եկավ իմ մեջ ամբողջությամբ։ Հակառակ դեպքում ինչ ենք կորցրել մենք արագածում։ Ինչ ենք կորցրել մենք այս ժամին էստեղ։ Ով տանը ինչ չունի անելու։ Ով հոգս չունի հոգալու։ Բայց մի օր մեկը եկավ ու երկնքի թթխմորից դրեց քո մեջ։ Ու գիտեք, դու թույլ տվեցիր, որ դա քեզ խմորի։ Խմորեց։ Ու սատանան եկավ։ Ոնց որ Հիսուսի մոտ եկավ։ Գիտեք, նայում ես, օրինաչափություն է իր մոտ։ Հաց, հարստություն, փառք։ Կեր, կտեսնես, Աստծու պես կլնես։ Զգում եք, չէ, և Եվային, և Հիսուսին։ Նորություն չկա իրա մեջ։ Հաց, հարստություն, փառք։ Բայց երբ որ քո մեջ Տիրոջ խմորն է խմորվում, ասում ես, ետինս գնա։ Ետինը ինչ է իմ Տերը չի կարա ինձ կերակրի։ Ինչ է իմ Տերը չի կարա իմ հարցերը լուծի։ Ես գիտեմ Տիրոջ արքայության գաղտնիքը։ Ես կխոնարհվեմ, ինքը ինձ կբարձրացնի։ Ու գիտեք, ասում է հեռու գնաց իրանից։ Հեռու գնաց իրանից։ Ինչով ենք մեզ խմորում։ Թթխմորը բաղկացած է ալյուր, ջուր և տաքություն։ Էքան հետաքրքիր է, ես երբեք չէի մտածել, որ երրորդություն է թթխմորը։ Լավ, առողջ, այն խրխրթան հաց ունենալու համար երրորդություն է թթխմորը։ Ալյուր, ջուր ու տաքություն։
ու ինչ որ բանի մի քիչ ավել ու պակաս լինելը ինքը սպանում է այն արդյունքին, որ դու պիտի ունենաս։ Ու խավարը կանի ամեն բան մեր կյանքերում։ Ամեն բան կանի։ Սովորական հանապազորյա հացից սկսած, հարստության խաբեությունով, փառքի պատվի, կեղծ ուսմունքների, թվացյալ աստվածապաշտությամբ, ամեն ինչ կփորձի բերելու մեր կյանք մի բանի համար, որ մեզանից այդ թխմորը դուրս չգա, ու երբ որ ես գնամ հարևանի տուն արդեն սուրճ խմելու, ոչ թե բամբասանքի թխմոր տանեմ, այլ արքայության թխմոր տանեմ։ Ամեն։ Սեմ գիտես ինչ հրաշք ա եղել, ինչ, Տերը հավատարիմ ա, Տերը հավատարիմ ա։ Գիտեք, ես մի քանի ամիս առաջ էր, մեկը ոնց որ ցանկություն հայտնեց դու գումար տրամադրելու անապահով ընտանիքների համար, բազմազավակ ընտանիքների համար, այդպես գնացինք, բան արեցինք, սնունդ առանք, մի քանի ընտանիքի քիչ էր գումարը, տենց մի քանի ընտանիքի ընդամենը բազմազավակ երեխեք ունեցող վատ պայմաններում ապրող, պարզապես դուռը բացում էինք, ասում ենք Հիսուսը ձեզ նվեր ունի, տալիս էինք ու դուրս էինք գալիս, որտեղ ժամը ուշ էր արդեն, ու մեկին, որ տարել էինք, ամուսինը պատերազմում վիրավոր էր, նորածին երեխեք ունեին, սովորող այդպես, մեկ է զանգել է հաջորդ օրն ասում է Ռուզան քո գիտես ինչ ա եղել, ինչ ա եղել, ասում է հրաշք ա եղել, եւ ասում է կեսրարս աշխատավարձը ստացել էր, վճարումներն արել էր, մոտը մնացել էր սննդի փողը, ու ճանապարհին սննդի փողը գրպանից ընկել ու կորել էր։ Ասում եմ մենք կեսուրից հետ նստած էինք, ասում էինք ոնց ենք ապրելու մի ամբողջ ամիս։ Ասում եմ ես ասեցի մամ Աստված բարի ա, Աստված մի դուռ կբացի։ Ասում եմ ասում եմ շատ կարճ ժամանակ, ծանոթ եմ ես իրանց, ասում եմ կիսերս ասում եմ Ռուզանիկ մոռացել են մենակ կոֆեն առնեն, ասում եմ կոֆեն է ձեզ բանը, մի ասենք մի ամբողջ ամիս մի մեծ ընտանիք ոնց կսնվի, ես չեմ թողնում տղաները գնան առևտրի, որտեղ քաղցրու բանը սոկեղեն են առնում տանում, ես գիտեմ ընտանիքին ինչա պետք, դրա համար ամեն անգամ պարկով կարտոֆիլ, ձետ, կարագ, պանիր, նպարեղեն, քաղցրեն, ամեն ինչ, մի ամիս, ասում եմ գիտեք, ասում եմ, ես Աստծո արկայության վկայություն ունեմ, ու գիտեք, ինքը ծր ամեն հարևանի ասել էր, գիտեք, Աստված հավատարիմ ա, Աստված մեր վիճակը տեսավ ու մեզ անմաս չթողեց։ Ու այնի, որ մենք տարանք, ես ամիսներով իրա հետ չէի խոսել ու մի օր առաջ զանգեց, Ռուզան քուր գիտես, երեխան լավ ա արդեն, մեծ դժվարությամբ շատ բան էր, վիրահատություններով բան, բալիկ էին ունեցել։ Սանտեր ջան, հարկ ես։ Երբ որ դուք ամեն մեկդ լծված լինեք, լեփ լեցունեմ, որ սենց սրբիչով ծածկում ես, ինքը սենց սնկինոան ուռում ա, աչքը թարթում ես թափում ա,
Գիտեք բաժին հանեք։ Բաժին հանեք նրանց, ովքեր խավարի մեջ են։ Երկնքի արքայության թթխմորը դրեք այդ մարդկանց մեջ։ Հավատացեք, թթվածնողը Աստված է։ Դուք եք թթխմորից պարզապես դրեք։ Բայց ոնց, եթե ես չունեմ։ Ոնց, եթե ես թթված չեմ, եթե ես լծված չեմ, եթե իմ թթխմորները մնացած երեքի պես է։ Թթխմորին սպանում է տաքությունը։ Ինչքան ուզում է ամեն բաղադրիչը լավ արածնես, տաք, չափազանց տաք տեղ դնես, թթխմորը չի աճում։ Գիտեք, մենք կկանգնենք ոտքի, մենք կաղոթենք։ Ու կարանք խնդրենք ամեն մեկը Տիրոջ կրակը այդ մնացած թթխմորների համար, որ ինքը սպանի։ Եվ այդ աշխարհի թթխմորը, եւ այդ կրոնական թթխմորները, ասենք Տեր քեզանից ուզում ենք երկնքից թթխմոր, որ նախ ամբողջ մեր ներսը խմորի ու հետո իմ տատիկի պես բաժին հանի հարևաններին, որ հարևաններն էլ այդ ընտիր հացից ունենան։ Փառք Աստծուն,